Ադրբեջանը խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Washington Times-ին տված հարցազրույցում։ Նա բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի արագ արձագանքը եւ լիարժեք ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևի պահպանումը, որը ըստ նրա խոչընդոտում է առաջընթացին։ Հաջիևը հիշեցրել է, որ Բայդենի եւ Բլինքենի վարչակազմերի օրոք առաջացած թուրըմբռնումները վնասել են հարաբերությունները, սակայն այժմ Ադրբեջանը հենվելով իր կրոնական բազմակարծության մոդելի վրա հանդես է գալիս որպես արևմուտքի բնական գործընկեր եւ վճռականորեն հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։ Ձնառած ցիկլոնի վերջին արարն է տեսնում մեր երկիրը։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում ապարանից մինչև Մեղրի ձյուն է տեղում։ Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկա սառույց է, սակայն ցիկլոնը երեկոյան ամբողջությամբ կհեռանա Հայաստանից, տեղը զիջելով արկտիկական ցուրտ օդային հոսանքներին, հայտնել է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ վաղվանից եղանակը կնվազի 14-ից 18 աստիճանով։ Մեծ մասում տեղումները կդադարեն։ Արադյան եւ բքի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են, հայտնել է ճանապարհային դեպարտամենտը։ Վարդենյաց Լեռնանցն ու Թթուջուր Նավուց ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար, իսկ Զանգերից Ցիսյան հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սևան, Ծաղկունք, Դդմաշեն ճանապարհը դժվար անցանելի է բքի պատճառով։ Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակ է Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը։ Դեպարտամենտը վարորդներին հորդորել է լինել ծայրահեղ զգոն եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կգործեն ֆիքսված ինտերնետ կապի որակի նոր ստանդարտներ։ Ըստ գործող կարգավորումների սահմանվել է, որ օպերատորը պետք է տրամադրի այն որակի եւ արագության կապ, որը նշված է պայմանագրում։ Մեր երկրում ներդրվող նոր կարգավորումներով բաժանորդների համար նախատեսվել են փոխհատուցման հստակ մեխանիզմներ կապի ընդհատման կամ ոչ բավարար արագության դեպքում։ Բացառություն կազմող միակ դեպքը էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն են, սակայն մնացած բոլոր իրավիճակներում, այդ թվում վթարային անջատումների կամ միջազգային կապուղիների խափանումների ժամանակ օպերատորը պարտավոր կլինի փոխհատուցել քաղաքացիներին։ Այս խստացումը կստիպի ինտերնետ պրովայդերներին վերանայել իրենց պայմանագրերը թե տեղական, թե միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանան երաշխավորել բաժանորդների իրավունքների պաշտպանությունը։ Հարևան Իրանում ցույցերը 5-րդ օրն է չեն դադարում, զոհերի եւ ձերբակալվածների թիվը աճում է։ Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 7 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Կառավարության լրատվական գործակալությունները դրանում մեղադրել են ապստամբներին։ Թասնիմի հաղորդմամբ մայրաքաղաք Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար։ Հաղորդվում է նաեւ այլ շրջաններում ձերբակալությունների մասին, այդ թվում Մալարդայում, Լուրեստան, Չախարմահալ եւ Բախտիարի նահանգներում։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բացահայտ սպառնալով Իրանի իշխանություններին եւ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները լիովին զինված է ու պատրաստ է օգնության հասնել, եթե ցուցարարների ուղղությամբ կրակ բացվի։ Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Փեզեշքյանը փորձել է մեղմել լարվածությունը, ընդունելով քաղաքացիների օրինական պահանջները եւ կոչ արել կառավարությանը քայլեր ձեռնարկել տնտեսական ծանր վիճակը բարելավելու ուղղությամբ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շուրջ, սակայն հրաժարվել է մեկնաբանել Վենեսուելայի տարածքում ամերիկյան ենթադրյալ հարվածների մասին լուրերը։ Իսպանացի լրագրողին տված հարցազրույցում Մադուրոն վերահաստատել է իր համոզմունքը, որ Վաշինգտոնը փորձում է ուժով իշխանափոխություն իրականացնել եւ տիրանալ երկրի հսկայական նավթային պաշարներին, որոնք աշխարհում ամենախոշորն են։ Նա նշել է, որ Վենեսուելան բաց է ամերիկյան ներդրումների համար նավթային ոլորտում եւ կոչ է արել երկու երկրներին սկսել լուրջ երկխոսություն փաստերի հիման վրա։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայի նավամատույցներից մեկին հարվածելու մասին, որն ըստ նրա օգտագործվում էր կարտելների կողմից, սակայն Մադուրոն խուսափել է հստակ հաստատումից, նշելով, որ այդ թեմային կանրադառնա մի քանի օրից։ ԱՄՆ-ն օգոստոսից ի վեր իրականացրել է ռազմական լայնածավալ գործողություններ Կարիբյան ծովում, որոնց հետևանքով արդեն իսկ ոչնչացվել է 35 նավ եւ զոհվել առնվազն 115 մարդ։ Seguir resolviéndolo con la fortaleza de las instituciones.